H4 դաս 1 դասի թեման եռանիշ թվեր։ Հիմա հասկանանք, թե ինչու ենք ասում եռանիշ թվեր։ Թիվը բաղկացած է եռանիշ 3 նիշից։ Բաղկացած է 3 թվից։ Այս օրինակում նշված է 234 թիվը։ Հիմա ծանոթանալու ենք հարյուրավոր, տասնավոր, միավոր, հարյուրյակներ, տասնյակներ, միավորներ, բառերի իմաստին։ Գրքի օրինակով ունենք 234 թիվը։ Պետք է հիշել, ֆիքսել, լավ, թվի վերջին թվանշանը, որը որ 4-ն է, կոչվում է միավոր։ Հաջորդ թիվը 3-ն է, կոչվում է տասնավոր։ Հաջորդ թիվը 2-ն է, կոչվում է հարյուրավոր։ Միավորը տասնավոր և հարյուրավոր։ 4 թիվը գտնվում է միավորի դիրքում, միավորի տեղում։ 3 թիվը գտնվում է տասնավորի դիրքում, տեղում, տասնավորի 2 թիվը գտնվում է հարյուրավորի տեղում, հարյուրավորի դիրքում։ Միավոր, տասնավոր և հարյուրավոր, սրանք իրենց դիրքերն են։ Պես առաջադրանք, տնային առաջադրանք։ Տալիս եմ թվեր, օրինակ 324, գրում եք 3 գիծ, ինչ է, հարյուրավոր, գրում ենք հարյուրավոր, 2 գիծ, տասնավոր, որտև գտնվում է տասնավորի դիրքում, 4 միավոր, հիմա քանի որ ես մատիտով եմ գրում, դրա համար շատ տգեղ է ստացվում։ Դուք գեղեցիկ ձեր տետրերի մեջ կգրեք։ Այս օրինակով, լավ, հիմա նշեմ մի շարք թվեր, որոնք պետք է գրեք նախորդ օրինակը, թե ինչպես է ես ցույց տվել։ 234, 117, 726, 534, 378։ Կգրեք որն է հարյուրավոր, որն է տասնավոր, որն է միավոր։ Ամեն մի թիվ գտնվում է միավորի դիրքում կամ միավորի տեղը, հարյուրավորի տեղը դիրքում, տասնավորի տեղը և դիրքում, ինչպես որ ձեզ հարմար է ընկալեք։ Հիմա նայեք, այսպես նշեմ, այս թվերի տեղը միավորն է, այս թվերը տասնավորներն են, իսկ այս թվերը հարյուրավորներն են։ Խնդրում եմ հատիկ թվերը գրել, ինչպես նախորդ օրինակում գրեցի։ Գրեք 2 գիծ, հարյուրավոր, 3 գիծ, տասնավոր, 4 գիծ, միավոր, հետո գրեք 117 և այդպես շարունակ։ Ինչքան դուք ամեն մի բառը գրեք, այնքան բառը ձեր մեջ կտպավորվի, անծանոթ բառ չի լինի և կսովորեք հայերենի ուղղագրություն։